Մյուս կողմից Ռուսաստանը, որը անկում է ապրել սովետական միության փլուզումից հետո, նա վերադարձնում է իր դիրքերը։ Շատ դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլինի պահել Ասադի իշխանությունը, թեև մեր համայնքի շահերից ելնելով դա իհարկե մեծ ձեռնտու է։ Ռուսաստանի հայտնվելը տարածաշրջանում անակնկալ էր, թե ոչ, կդժվարանամ ասել անձամբ իմ համար անակնկալ էր, թե ոչ, բայց մի բան հստակ է պահանջված էր։ Այս կոնֆլիկտը հիմա բարձրացավ միջազգային մակարդակ, արդեն միջազգային մակարդակով է քննարկվում, բայց ներսիրիական լուծումները չկան դեռ։ Այսինքն իսկապես սա խորացրեց ավելի կոնֆլիկտը Ռուսաստանի ներկայությունը։ Իհարկե շատ բարդ իրավիճակ է եւ հասկանալի է եւ դա պարզ է անկախ կողմերի ներգրավվածությունից կոնֆլիկտը շարունակվելու է տասնամյակներ։ Թուրքիան անցալում այստեղ գտնվող այս տարածքը որպես ռուսական բազայի գտնվելու տարածք։ Դրանք կարող եք 1 կամ 2 տարի առաջ, չեմ ասում 5 տարի առաջ, պատկերացնեիք, որ կարող է Սաուդյան Արաբիան պաշտոնապես հայտարարի, որ եթե պաղեստինցիների ագրեսիվությունը Իսրայելի դեմ կմեծանա, ապա Սաուդյան Արաբիան հանդես գա որպես Իսրայելի դաշնակից։ Ավելի մեծ խնդիր պարզվեց։ Մեծ խնդիրն էր, որ մենք այդպես էլ չհասկացանք, թե ով եւ ինչպես պետք է արձագանքի, ինչպիսի հակաօդային պաշտպանություն պետք է աշխատի։ Սադրանք կարելի է դիտարկել։ Դա սադրանք է, սա պետք է դիտարկել որպես հետախուզական թռիչք, որպեսզի բացահայտեն մեր հակաօդային պաշտպանության գործողությունները։ Պարոն Գրիգորյան, ձեր գնահատականը։ Իսլամական պետության դեմ արդյունավետ պայքարի օրինակ Արևմուտքը ունի։ Մենք ժողովուրդ ենք, որ երևի թե աշխարհում ամենից լավ գիտենք խաղաղության գինը։